Veolia ջուրընկերության 2026 թվականի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը շարունակվում է Արմավիրի մարզում։ 3 բնակավայրում՝ Ակնալիճում, Միասնիկյանում և Բաղրամյանում ընկերությունը սկսել է առավել խնդրահարույց փողոցների ջրագծերի նորոգման աշխատանքներ։ Ընդ որում 3 բնակավայրում էլ ընկերությունը այս տարիների ընթացքում փուլ առ փուլ թե պարտադիր կապիտալ աշխատանքների շրջանակում, թե սեփական ուժերով ջրագծեր է վերակառուցել, որի դրական արդյունքն արդեն իսկ տեսանելի է։ Օրինակ Ակնալիճում միայն անցյալ տարի նորացվել է 7 կիլոմետր ջրագիծ։ Ջրի ծախսը կազմում էր 15-ից 17 լիտր վայրկյան, այս աշխատանքները 25 թվականից սկսած եւ այս տարի ավարտվածից հետո դարձել է 10-11 լիտր։ Veolia ջուր փակbaşնետիրական ընկերության շինարարության համակարգման բաժնի պետ Արտուր Մարտիրոսյանի խոսքով այս տարվա ծրագրի համար ներդրվել է 254 միլիոն դրամ եւ սահմանվել 1 տարի ժամկետ։ Արդյունքում ստեղծելու ենք ջրամատակարարման նոր համակարգ, հին համակարգի կազմատումով եւ հիմնական մեր խնդիրը եղել է ջրագծերի հին լինելը եւ բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածությունը։ Ընդհանուր այս մեր ծրագրով վերակառուցվելու է 3 համակարգերով մոտ 14.1 կիլոմետր ջրագծեր 25 մմ-ից մինչև 250-350 մմ-ի տրամագծով խողովակներ։ Հիմա Ակնալիճ գյուղի Բարեկամության, Շահումյան եւ Շինարարների փողոցներում ակտիվ շինարարական եռուզեռ է։ Այստեղ 163 բաժանորդի համար նորացվում է մոտ 4 կիլոմետր ջրագիծ։ Այս խողովակների սպասարկման դժվարությունն այն է, որ գրունտով պայմանավորված հաճախակի են լինում գաղտնի վթարներ, իսկ մինչև դրանք կհայտնաբերվեն եւ ջուրն է կորչում եւ կայուն ջրամատակարարումն է խաթարվում։ Որևէ վթարի դեպքում, երբ տեսնում ենք, որ գոյություն ունի վթար ու գաղտնի է, Երևանից հրավիրում ենք մեր գոտեավորման աշխատակիցներին, օրեր շարունակ գտնելուց հետո վերացնում ենք, այստեղ վերացնում ենք մի քանի ժամ, թեկուզ մի քանի օր կարգավորվելուց հետո տվյալ թաղամասը, հաջորդ օրը նորից էլի նույն խնդրի առաջ են կանգնում, որովհետև գիծը գտնվելով ահավոր վատ կոռոզիայի ենթարկված վթարային վիճակում, վթարը առաջանում էր մի ուրիշ տեղ։ Հիմա այդ խնդիրները բոլորը լուծված են։ Հատկապես ամռանը ջրի օգտագործման աճով պայմանավորված ջրամատակարարման համակարգը հաճախ աշխատում էր ծանրաբեռնված ռեժիմով, ինչի հետևանքով որոշ փողոցներում նվազում էր ջրի ճնշումը, իսկ հատկապես բազմաբնականան շենքերի բարձր հարկերում առաջանում են ջրամատակարարման խնդիրներ։ Այժմ այս աշխատանքներից հետո ակնկալվում է ջրի տնտեսում, կորուստների նվազում, ջրաքանակի հավասար բաշխում եւ իհարկե կայուն ջրամատակարարում։ Այս տարվա 3 փողոցների փոխարինման աշխատանքներից հետո ամբողջ ներքին ցանցը եւ գյուղը մատակարարող ջրագիծը նույնպես 100%-ով փոխարինված է լինելու։ Նոր ջրագծերի կառուցմանն ու գործարկմանը անհամբերությամբ սպասում են նաև բնակիչները։ Այս ջրագծերը որ փոխում են լավ է, օրական տրակում էր, հիմա որ փոխում են լավ է։ Բրզնում ենք։ Օրական փոխում են, օրական տրակում են, օրական փորում են։ Էլ ինչ ասեմ։ Հա, ոնց, անջատում են 2-3 ժամով չելնեմ, կոդորվում ենք, հիմա լավ է, որ սկան բան գործանում են։ Ակնալիճից հետո Veolia ջուր ընկերության կապալառու գավաթ կազմակերպության տեխնիկան կշարժվի Բաղրամյան, ապա Միասնիկյան գյուղեր, որտեղ արդեն իսկ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Երկու գյուղի 206 բաժանորդի համար կվերակառուցի 10.5 կիլոմետր ջրագիծ։ Աշխատանքների արդյունքում 3 բնակավայրերում միասին հնարավոր կլինի կանխել վայրկյանում 9 լիտր ջրի կորուստ։ Ընկերության կողմից Արմավիրի մարզում իրականացվող 254 միլիոն դրամի ներդրումը պարզապես նոր ջրագծերի կառուցում չէ, այն երկարաժամկետ լուծում է տարիներով կուտակված խնդիրներին, հաճախակի վթարներին, ջրի կորուստներին եւ անկայուն ջրամատակարարմանը։ Ծրագրի ավարտից հետո 3 համայնքների բնակիչները կունենան ավելի հուսալի եւ կայուն ջրամատակարարում, իսկ ջրամատակարարման համակարգը կդառնա ավելի արդյունավետ ու անվտանգ։ Սա հերթական ներդրումն է ենթակառուցվածքների արդիականացման գործում, որի իրական արդյունքը չափվելու է ոչ միայն վերակառուցված 14 կիլոմետր ջրագծերով կամ խնայված ջրաքանակով, այլ ամեն օր բնակիչների կյանքում զգացվող փոփոխությամբ։